Տեսել եք ոնց են հայր ու տղա կռիվանում հողամասում, տեսեք։ Բալիս ոտըտ քաշին ավսյակի։ Դե արդեն հասկացաք, ինչպես հասկացաք, Կարեն, իմ ամուսինը, Գագիկ որդիս, Մելիք, յուրահատուկ տղա, մեր գյուղական կյանքի եւ ավանդույթների, չէ, գյուղական, արդեն հոգնած եմ, գյուղական զբոսաշրջության էջնավարում կամավոր, երիտասարդ, պատանի, երիտասարդ չասենք դեռ, պատանի մեղվա բույծ է, 16 տարեկան, հրաշք երիտասարդ, ով այսօր նույնպես եկել է կամավոր մեզ օգնի։ Ահա։ Մինչև այսինքն գլուխ գովամ էլի, ինչքան գործ ենք արել, բայց առանձնանամ, մի թաքուն տեղ գտնեմ եւ մի քիչ ձեզ հետ կիսվեմ դժվարությունների մասին, վայ, այս վայ-վայը իսկական ինքնավոր կա, որովհետեւ նախորդ հանդիպումների ժամանակ էլի, երբ որ ձեզ հետ կիսվում եմ, խոսում եմ նաև դժվարություններից, որովհետև ամեն ինչի մասին խոսելը, պատկերացնելը, պլանավորելը, ներկայացնելը գեղեցիկ է, հատկապես եթե դու փորձ ունես լայվերի եւ կարող ես այնպես խոսել, որ վաճառես գաղափարը, միտքը եւ գեներացնես այդ միտքը ուրիշի գլխում։ Ֆիզիկական աշխատանքը շատ ավելի դժվար է, քան ուղակի խոսելը, դա բնական է, հեծանիվ չեմ հայտնաբերել, բայց երբ որ ես ուղիղ եթերով հայտարարեցի, իմ Facebook-ի էջով ավելի ճիշտ, հայտարարեցի, որ ընկերներիս աջակցությունն եմ խնդրելու, որպեսզի մենք այդ առաջնային գյուղում ասում են, գործի մեջ կկոտրենք, որովհետև մի բան է խոսելը ուղակի պատմելը, մի բան է գործ անելը եւ գործը բավականին շատ էր եւ ես ձեզ սերիաներով կտոր ցույց եմ տվել, որ պատկերացնեք, բայց ամենակարևորը, որի մասին ուզում եմ ասեմ, դա փող չկա արտահայտությունն է, որ մենք միշտ թաքնվում ենք այդ գեղեցիկ մոգական արտահայտության հետևում եւ մեր ճարությունը կոծկում ենք հենց այդ նախադասությունով կամ բառակապակցությունով։ Ես ուղիղ եթերում եմ, համարյա մեդիտացիա, առանձնացել եմ, կիսվում եմ, պատմում եմ դժվարությունների մասին։ Սակայն ուզում եմ ասեմ, որ եթե մենք վերադառնանք իմ առաջին սերիային եւ խոսենք ծախսերի մասին, մենք մի այսպիսի հողից շուկա շղթա արտահայտություն ունենք, որը ես սովորել եմ մայրիկիցս, որը մեր դասընթացների ժամանակ շատ կիրառում եմ եւ ես ձեզ հողից շուկա շղթան ամբողջությամբ ներկայացնելու եմ հենց պրակտիկ լայվերի տեսքով ու ծախսերի մասին պիտի ասեմ, որ հատ գրում եմ, ծառերը ներկելու կիրը, դարպասը ներկելու կիրը, գործիքները եւ այլն եւ վերջում ձեզ ներկայացնելու ենք, բայց ընդհանուր գաղափարը 0 դրամով հին չապրած տունը մեր գյուղի դարձնենք հյուրատուն եւ այստեղ է նաեւ մեր ընկերներից Ռաիսան Ռուբենի, ով սրա նախորդ լայվին միացավ, հիմա էլ կմոտենամ եւ եկավ իր պատկերացումով, առաջարկեց դիզայնը տան ներսի ձեռագործ կտորներով, ձեռագործ շալերով, ովքեր որ ունեն այդպիսի իրեր եւ իրենց պետք չի կամ պետք է, բայց կցանկանան նվիրել, ես շնորհակալ կլինեմ եւ սիրով կընդունեմ ձեր ունեցածի մի մասնիկը կունենամ իմ հյուրատանը, իսկ հյուրատանը ավարտին, ինչպես խոստացել եմ, հույս ունեմ, բազմիցս կրկնում եմ, որ հունիսի 1-ին պետք է լինի հյուրատան բացումը, որպեսզի ինքս ինձ ուղիղ հանձնարարություն տամ ժամկետի առումով, որ չի կարելի ժամկետից դուրս գալ եւ ուզում ես, ինչ ուզում ես արա, միևնույն է դու պետք է քո խոստացած ժամկետում կատարես պլանավորածդ, իհարկե չեմ բացառում, որ պլյուս մինուս մի շաբաթ կարող է տատանվել, բայց ամեն դեպքում ես շատ կարճ ժամանակ էի մեզ տվել մարտահրավերի համար, 1 ամիս 15 օր էլ չկար, որից որ նորմալ գործ անում ենք դեռ այսօր։
մեր բոլոր ընկերները ամեն մեկը մի բավականին շատ գործ արեց եւ ես միշտ դասընթացների ժամանակ նաեւ վերում եմ քարի 10 քարի օրինակը եւ երբ որ A կետից B կետ ես ունեմ Ստելան ունի 10 քար եւ պետք է տեղափոխի A կետից B կետ եթե տեղափոխի մենակ գործողությունը կկատարի 20 անգամ այսինքն մի քարը տանելու համար մի հատ կգնամ A կետից B մի հատ կվերադառնամ Բնականաբար 10 քար տանելուց հետո կհոգնեմ, իսկ եթե դու ունես ընկերներ, ովքեր եկել են քեզ օգնեն, աջակցեն քո նախաձեռնությանը սատարեն, ապա մենք 10 քարը A կետից B կետ ենք տանում մեկ գործողությամբ, որի ընթացքում եւ այդքան չենք հոգնում եւ հասցնում ենք սրճել, հանգստանալ եւ անցնել հաջորդ գործին Բայց ամենակարևորը ուզում եմ, որ բոլորդ ֆիքսեք, որ անհնարին ոչինչ չկա, գյուղական համայնքներում, ովքեր ունեն տուն եւ ցանկանում են դարձնել հյուրատուն, խնդրում եմ հետևեք իմ քայլերին, ես YouTube-ի էջի հողում արդեն դնում եմ, այնտեղ տեղադրում եմ սերիաներով, այսպես կարծես թե հետաքրքիր է եւ մարդը բան բաց չի թողնում ու հիմա գնամ, բայց հոգնել է։ Արմինե Այդ ինչ սիրուն է։ Արմինեն մեր Այո, շատ գեղեցիկ է ձեր փունջը, շատ գեղեցիկ է։ Վայ։ Ահա։ Գեղամը ով որ ամբողջ էտի բերը վերցրել է իր ուսերին։ Մի հատ էս մեկն էլ էլի որ ճամփեն ազատվի մեկի դեմքին չկպնի։ Այս կատուն որ մերը չի, բայց տնավորվել է, մի րոպե, Ռայսա ջան, սպասի գամ մի հատ, քանի նորից եմ ուղիղ եթերում, ինչ էինք ուզում, արի է դրոցից ես կոմպայց, էլի, մի հատ նորից իմ ժողովրդին ասայի մեզ, ինչ ա պետք, եթերում եմ ես, մենց կանգնի, որ դրոցներ չխանգարի, Ես ասեմ, որ ուղակի մի րոպե սենց անեմ, ասեմ, որ Ռայսան եկավ, խառնեց պլանները, ասեց այս տունը պետք է, այսպիսի դիզայն լինի, այնպիսի դե ես ով եմ, որ... Երեխա ջան, ինչ եմ ասել եմ էս այգին, և իր հարակից տունիկը, պետք է լինի մեր տատիկների, մամաների, այն ասեղնագործած բարձերեսները գծած, ասեղնագործած բարակուրները ամենտեղ պետք է ասեղնագործած լինի, այսինքն դառնա դրախտի տունի։ Ինչ ռոմանտիկ է։ Ինչ ռոմանտիկ է, երեխա ջան, խնդրում եմ, էլ մի թողեք մենք ձեզ խնդրենք, ինչքան կիսուրի ասեղնագործած սպրոց, բարձի երես, ինչ տենում եք ասեղնագործած ուղարկեք, մեզ շատ պետք կգա, համել մենք առաջին անգամ որոշել ենք այսպիսի ձևաչափով ստարտափ սկսենք, 0 կոպեկ ներդրում, լիքը ընկերներ եւ շատ կարճ ժամանակում հին տնից սարքել հյուրատուն, կտեսնենք ինչքան մեր մոտ կստացվի։ Միգուցե քեզից Ուզում ենք փող աշխատենք։ Միգուցե քեզից կասենք չէ, չստացնեց, բայց մեր մոտ ինչը չի ստացվում։ Անհնարին ոչինչ չկա։ Մնացեք մեր հետ, հետո ցույց կտանք ինչ եղավ։ Այո, Ես կարծում եմ որ մաքենից էլ են գնալու Ռայսայի հայրական տուն եւ գյուղ Եղարքունիքի մարզ։ Այնպես որ եթե ունեք ուրիշ բան ընդեղ անասուններ, էծեր, ավեր, ճտեր, իսկական գյուղական տուրիզմ, թե ես գնամ ճանապարհեմ Ռայսային։ Ես շնորհակալ եմ։ Ապրեք շատ, շնորհակալ եմ, գապի մեջ կլինենք, հենց որ եղավ, ապրեք, պաչում եմ բոլորիդ, ապրեք շատ, տեսություն, բայց տորթից գերակ, թե էտեն ասացս պաղը եղավ, էտ բոլորի մոտա չէ, տենց որ տորթը բերում են, տանում ես պահում, իբր մոռացել ես, կբացես, չէ, Ալինան ա բերել Թայլանդից, կարինեն Ամերիկա էր, թե Եգիպտոս, Են իբր Ամերիկան, հա դե լավ, այս բանը Ռայսային էին բերել, աղջիկներն էին բերել, հիմա իրանք գնացին մենք ուտենք։ Հիմա թե հետո։ Երբ ուզենք։ Այդ էլ ուտենք, են էլ ուտենք, բա այդ չէ կեփելու ձուն ու կարտոֆիլը։ Ոնց չի ասма։ Չէ, թող Կարինեն անի։ Երկուսն է։ Չէ, ձուն էլ կուտեն։ Մի ձուն են կատուն կուտի։ Ոնց է նախաճաշի, որտեղ ա գրած։ Չէ, կանաչիով, թարխունով, գոտեմով, կանաչիները լվա։
Կարտոշկեն դիր պրոստը խաշվի։ Լսի, ընդերնեսը գրաված կա։ Կարջան, կարտոշկան դիր խաշվի, կարաս ձուն էլ կարտոշկի վրա լցնես, հետո ձուն հանես շուտ։ Տեսեք, պետք է արա կոմունիկացվել, բարև փիսիկ, դու ում փիսիկն ես վերջի վերջո, դու ինչ գործ ունես մեր բակում, բարև, չի էլ վախում է, արի սիրել, արի տեսնել, վախում ես, Շեֆն ա վերևից հսկում ա, սկեսուրս ա, տեսեք, դարպասը, որ հետո սիրունգույն լինի, արդեն պատկերացնեք, ինչից ինչ ենք ստացել, այս է, բայց սարում ա ձեր անող դնող, բան արա, փակի թող մի քիչ մեջը մնա, ուղակի սենց օղողի հանի, այդ կարտոշկեն տենց են էփում, սենց մի լավ օղողի, բա իսկական սառնորակ ջուր ա, Մեր մոտ տակ եղանակներ են մշտական Եգիպտոսում։ հասկանալի, այո, ապրում եք այնտեղ, այստեղ արձակուրդ եք եկել, այսօր եկել էիք ինձ կամավոր օգնեք, էսի բենզինա չխմես Կարջան, չշնչես, Մաթորով տարավ, էլով, թող, ձեղը, տեսեք ինչքան աղբ ենք հանել, ուղղակի կարելի է, չէ մաքուր ապրել, որպեսզի քեզնից հետո եկած Ստելան այսքան աղբ չհանի։ Արտակ ջան նվերը տելա ծառայում նպատակին։ Սենց ենք ապրում, մեկը ավելա նվիրում, մեկը սավոք, հետո էլ ասում ենք 0 դրամով տուրիզմ։ Հասկանում եք, չէ, որ հոգնել եմ անկեղծանում եմ արդեն։ Դե ինչպես ասում եմ, փորձում եմ կատակով համեմել նայել, դե իսկ ճիշտ բանի կեսը կատակով ես ասում եւ էլի կմիանամ շատ ավելի ուշ, քանի որ այս անգնում էլ փորձեցի նաեւ իր այդ դրվագը ավելացնեմ, որպեսզի իր պատկերացրած նախագիծը դուք էլ պատկերացնեք եւ եթե ունեք ասեղնագործած, հին, գործած աջալներ, ծածկոցներ, բարձի երեսներ, սփռոցներ, որոնք որ անգամ եթե ձեզ պետք են, ես չեմ սիրում, որ ասում են, եթե քեզ պետք չի նվիրի, որովհետև ես նվիրում եմ միշտ այն իրերը, որոնք որ ինձ պետք են եւ նվիրում եմ սիրով։ Ձեզ չեմ ասում հաջողություն, ասում եմ արև ձեզ եւ կմիանամ 1 ժամից կամ 2։